Երևանյան կինոամռան գլխավոր ինտրիգը բացահայտված է 13-րդ ոսկե ծիրանը կգեղեցկացնի ֆրանսիական կինոյի լեգենդ Ժակլին Բիսեթը։ Նա 70-ականների սեքս խորհրդանիշն էր, որ նորաձևություն ներմուծեց մարմնին կիպ շապիկների թրենդը, հեռուստանովելներում եղավ Նապոլեոնի Ժոզեֆինն ու Աննա Կարենինան, բայց Բիսեթին կինոփառք բերեցին ռեժիսորներ Ժան Տրյուֆոն, Կլոդ Շաբրոլը, Ռոման Պոլանսկին։ Ժակլինի կինոզուգընկերներն են եղել Ֆրենք Սինատրան, Փոլ Նյումանը, Էնթոնի Հոփքինսը, Շոն Քոներին, Ժան-Պոլ Բելմոնդոն։ Ժակլին Բիսեթի ֆիլմացանկում ավելի քան 80 ժապավեն կա, ֆրանսիական պատվո լեգիոնի շքանշան ու ոսկե գլոբուս։ Շատերը վախենում են գալ պատերազմի լուրերից հետո, շատերը նորից ողջևորվեցին պապիկալուց հետո եւ գնալուց հետո։ Հայկական կինոփառատոնում կանցկացվի Ժակլին Բիսեթի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ Ոսկե ծիրանը ռետրոսպեկտիվ կհարգի նաև հարավսլավական Սևա ալիքի ամենահայտնի ներկայացուցիչներից սերբ ռեժիսոր Ժելմիր Ժիլնիկին, կցուցադրվեն նաև անվանի ռեժիսոր Ֆրենկ Քելմենի աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ոսկե ծիրանի արտամրցութային ծրագրում ներկայացված են 92 ֆիլմեր, այդ թվում նաև Կաննի, Բերլինի եւ Վենետիկի միջազգային փառատոնների մրցանակակիր։ Ավելի այդ գումարները ծախսել մի քանի ավելի լավ ֆիլմեր բերելու համար, մի քանի ավելի լավ մարդկանց բերելու համար, շատ ավելի կարևոր է այդ ֆիլմերը տեսնել ժողովուրդը, գազդը մենք ասենք շոուներ անենք գեղեցիկ, մարդիկ նայեն հիանան, ասեն ոսկե ծիրանից ինչ լավ շոու է անում։ 13-րդ ծիրանյան կինոտոնի ժյուրին կգլխավորի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ամենայն հայոց կաթողիկոսի Եղիցի լույս մրցանակն այս տարի կհանձնվի Ռոման Բալայանին։ Փառատոնը կփակվի Դարդեն եղբայրների անծանոթուհին ֆիլմով։ Անի Հակոբյան, ժամը լրատվական։